Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք Գյումրիում կայացած ընտրություններից եւ դրան հաջորդող գործընթացներից։ Շատերը կարող եք ասել, թե ինչ կապ ունեն ընտրությունները սպառողների իրավունքների պաշտպանության հետ, միանգամից պատասխանեմ, որ շատ ուղիղ։ Իհարկե, հետընտրական կրքերը դեռևս շարունակում են, բայց ի վերջո շատ կարճ ժամանակ հետո, երբ արդեն կընտրվի քաղաքապետ, համայնքում առկա խնդիրները կդառնան ոչ թե պարզապես կուսակցությունները եւ իրար մեջ ունեցած հարաբերությունները, այլ այն որոշումները, որը կայացնելու հավաքանին, այն խնդիրները, այն լուծումները, որոնք որ տրվում են այդ խնդիրներին։ Ինչպես եղավ օրինակ Երևանում, նախընտրական եւ հետընտրական բուրըն էմոցիոնալ փուլ, էլ անասնագողություն, էլ իրար մեղադրել, էլ կոալիցիաներ եւ այլն, բայց այս ամենից հետո արդեն քննարկվում են համայնքային խնդիրները։ Կարմիր գծեր, տրանսպորտ, գույքահարկ եւ այլն, կանաչապատ զոնաների ավիրում եւ այսպես շարունակ։ Այսինքն քաղաքական ֆոնից դեպի այլ ֆոն անցումը տեղի ունենում շատ արագ եւ հենց այս կոնտեքստում եմ ուզում այսօրվա հաղորդումը դիտարկել եւ քննարկել, հաշվի առնելով նաեւ այն արդյունքները, որոնք որ գրանցվել են Գյումրիում։ Ասեմ, որ երբ ինձ հարց էին տալիս, թե օրինակ ավականու կառուցվածքը ինչպիսին պետք է լինի, որ գործի այս ինստիտուտը լավ, միշտ որպես լավագույն օրինակ բերում էի մոտավոր այն պատկերը, որ այսօր ստացել ենք Գյումրիում։ Ինչու էր այդպես, հիմա կասեմ ձեզ, որովհետև կա մի շատ լավ խոսք, քաղաքականության մեջ խոսքերը գեղեցիկ են, իսկ գործերը հազվադեպ է լինում, որ լինում են գեղեցիկ եւ ինչպես անենք, որ խոսքը գործ դառնա, այս կառուցվածքը դա լավագույնս է ապահովել։ Հիմա մեկնաբանեմ, թե ինչու։ Տեսեք, ունենք 33 մանդատ, կոնկրետ Գյումրիի դեպքում իշխանությունը հավաքել է 14 մանդատ, կոմունիստական կուսակցությունների դեմս Վարդան Ղուկասյանի 8 մանդատ եւ սա ընդդիմության հավաքած ամենաշատ ձայնն է։ Հաջորդը գալիս է Մարտուն Գրիգորյանը մեր քաղաքը դաշինքով 6 մանդատ, իմ հզոր համայնքը Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ 3 մանդատ եւ Մայր Հայաստանի դեմս Կարեն Սիմոնյանի 2 մանդատ է ունենալու։ Ընդդիմությունը փաստացի ունի 19 մանդատ, իշխանությունը 14 մանդատ։ Այսինքն ընդդիմությունը կարող է Գյումրիում ձևավորել իշխանություն։ Ինչպես Գյումրիում իշխանություն ձևավորել, որպեսզի համայնքը շահի։ Սրա համար կարևորագույն նախապայման է, որպեսզի չձևավորվի կոալիցիա, այլ ընդամենը ընդդիմադիր մնացած ուժերը ձայն տան ամենաշատը քվե ստացած կուսակցությանը իդեմս Վարդան Ղուկասյանին։ Հիմա մեկնաբանեմ, թե ինչու։ Իրականում մի թեվավոր խոսք էլ կա, ասում է իշխանությունը նման է տակառի մեջ դրված խնձորների, փչանում է մեկը, փչացնում է մնացածներին եւ նաեւ ասում է, որ բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում, պարզապես իշխանությունը պարզապես է փչացնում։ Այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ պաշտոնը ունի փչացնելու հատկություն։ Եվ այս իմաստով բոլոր ուժերի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը միայն ու միայն նպաստելու է քաղաքի ավելի լավ ու ավելի համաչափ, ավելի իրատեսական զարգացմանը։ Ինչու ես այս օրինակը բերում, որովհետև զուգահեռ կարող եմ հասկացնել պարզապես Երևան քաղաքի հետ, որ բոլորի համար լինի ավելի հասկանալի։ Մի պահ պատկերացրեք, որ Երևան քաղաքում Հանրապետություն կուսակցությունը ոչ թե կոալիցիա կազմեր եւ պաշտոններ ստանար իշխանություններից, այլ պարզապես ապահովեր այն ձայները, որը իմ քայլին կդարձներ Տիգրան Ավենյանին քաղաքապետ։ Դրանից հետո արդյոք Հանրապետություն կուսակցությունը այս մեծ աղմուկի պարագայում կքվեարկեր հօգուտ կարմիր գծերի թանկացման։ Իհարկե չէր քվեարկի։ Անկամ եթե ու հավատար առաջին տարվա, այսպես ասած, չակերտավոր հիմնավորումներին, որ քաղաքը բեռնաթափելու համար այս ամենը արվում, առնվազն հաջորդ տարի կողմ չէր քվեարկի։ Այսինքն քաղաքային իշխանությունները չէին կարողանա անել մի բան, որ այսպիսի մեծ դժգոհություն է առաջացնում հանրության մոտ։ Լրիվ նույնը արդեն հանրային տրանսպորտի թանկացումը այն անհեթեթ փաթեթներով իրենց, որոնք որ ներկայացվեցին, կրկին քվեարկվեց եւ այդտեղ իր ուրույն դերն ունեցավ այն, որ կազմվել էր կոալիցիա եւ Հանրապետություն կուսակցությունը այսօր կրում է պատասխանատվություն եւ հանդիսանում է իշխանության մաս։ Եթե պարզապես զայներով ապահոված լիներ եւ Ավինյան Տիգրան ընտրված լիներ քաղաքապետ, այնուհետեւ այս որոշումներին կարող էր հանգիստ քվեարկել դեմ եւ այս խնդիրները չէին ունենա, ինչպես չէին ունենա Սակուրաները եւ մնացած մնացած խնդիրները, որոնք որ կան։ Հիմա նույնանման պատկեր է Գյումրիում։ 4 քաղաքական ուժ, ընդդիմադիր քաղաքական ուժ անցել է
հաղթահարել են նվազագույն շերմը եւ ստացել այնքան քվե, որ կարող է Գյումրին ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Շատ կարևոր է, որպեսզի նրանք բոլորը միասնական կատարեն այդ ընտրությունը, բայց հաշվի առնելով նաեւ ծրագրային առանձնահատկությունները, այսպես ասած, մնացած ուժերի հետ հավասար նպաստեն քաղաքի զարգացմանը եւ ոչ թե այլևս որոշումները դարձնեն սեփականը եւ ինչպես արդեն նշեցի, խնձորի նման, եթե ինչ-որ մեկը փչանա, մնացածին էլ իր հետ հավասարապես փչացնի։ Ցավոք սրտի, պաշտոնն այդպիսի բան է եւ շատ քչերն է, որ կարողանում են երկար տարիներ կառավարել եւ այսպես ասած հանրային տրամադրությունները, հանրային վարկանիշը մենակ աճեցնել եւ ոչ թե նվազեցնել։ Հիմնականում պաշտոնը ստանձնելուց մարդկանց պաշտոն ռեյտինգը, ավելի բարձր լինում, քան կառավարելուց հետո։ Եվ այս վերահսկողությունը կարևոր է։ Ավելին ասեմ, որքան էլ ուզում է քաղաքական իմաստով գնահատական հնչի, որ ինչպես կարող էր Գյումրիում իշխանությունն այսքան ձեն հավաքել, այսքան խնդիրներից հետո, ասեմ, որ սա էլ ոչ միայն բնական է, այլ նաև դրական է։ Հիմա կասեմ, թե ինչով է բնական եւ ինչով է դրական։ Որովհետեւ բնականը շատ բնական է, իշխանություններն ունեն ռեսուրսներ, անկախ նրանից լավ իշխանություններ են, թե վատ իշխանություններ են, միշտ իշխանությունն ունի ռեսուրս եւ այս ռեսուրսը միշտ ապահովելու է իշխանության համար ձայները։ 35% թող չապահովի, թող ապահովի 30% կամ 25%, դրանից ցածր շատ ես համենայն դեպս ես չգիտեմ դեպք եւ ոչ միայն Հայաստանում, այլ անգամ այլտեղ, որ իշխանությունը 25% ձայն չկարողանա հավաքել եւ այս 35%-ը բավականին կոռեկտ թիվ է, առնվազն այն թիվն է, որով չեն կարողանում ձևավորել իշխանություն եւ առնվազն այն թիվն է, որ ստանձնում են պարտավորություն քաղաքացիների որոշակի շրջանակի համար մարդկանց, ովքեր իրենց տվել են ձայն։ Եվ վերջո այս մարդիկ ավականին եւս ունենում են անելիք եւ ապացուցելու բան։ Եվ հաշվի առնելով, որ կենտրոնական իշխանությունը, գործադիր իշխանությունը եւ Գյումրիում ընդդիմությունը նույնն են, այսպես ասած, նրանք փորձելու են կառավարության միջոցով եւ օժանդակությամբ որոշակի դրական ծրագրեր իրականացնել եւ իրենց իսկ ընտրողին ցույց տալ, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Գյումրին լինի եւ դառնա ավելի լավը եւ կբերեն, ես վստահ եմ, որոշակի նախագծեր, որոնք կբխեն Գյումրու շահերից։ Հիմա հարցը առաջանում. Եթե Գյումրու համար արվում է լավ բան, բայց դա բերում է արդեն այդ օրվա ընդդիմությունը, որը կենտրոնական իշխանությունից ստացել է աջակցություն, գործադիր իշխանությունից, արդյոք պետք է մնացած ուժերը սրան դեմ քվեարկեն։ Իհարկե, պետք չէ, որ դեմ քվեարկեն, որովհետև արվում է լավ բան, անկախ նրանից ով է բերել։ Այ դա թե արդեն PR-ով ով ինչպես կփաթեթավորի, որ դուք արեցիք, դուք կարող եք չանել, դա մենք էլ էինք անելու, մեկը պարտավոր էր, մեկը պարտավոր չէ, սա արդեն երկրորդային է։ Սա է պատճառը, որ ասում են, որ մենք ունենք լավագույն դասավորությունը։ Մեկը մյուսից ունենք կախվածություն, դա բերելու է վերահսկելիության, եւ նաեւ կան որոշակի ծրագրային առանձնահատկություններ, որ մեկը մի բան է ներառում, մեկը մի բան։ Եթե մենք գանք արդեն ծրագրային դրույթներին, ես ուզում եմ հասկանանք, որ համայնքը ունի իր սեփական բյուջեն եւ այս բյուջեն պետքա տնօրինվի։ Եվ բնականաբար այդ բյուջեի տնօրինության հետ կապված սահմանափակ ռեսուրսներով կարող է լինել տարբեր մոտեցումներ։ Մեկը կարող է համարել, որ փողը ճիշտ է այստեղ ծախսել, մեկը կհամարի, որ փողը ճիշտ է այնտեղ ծախսել եւ այս բանավեճը առողջ միջավայրում միայն ու միայն օգուտ է տալու Գյումրիին։ Ի վերջո մենք գործ ունենք սահմանափակ բյուջեի հետ։ Այո, միշտ կարելի է ամենատարբեր իդեալական մոդելներ գծել, օրինակ տրանսպորտի համար։ Պայմանական եմ ասում, որ ունենանք 3-4 տեսակի տրանսպորտային համակարգ։ Մեկ, որը քաղաքի կոլորիտը կապահովի, երկրորդը, որը բնական, մնացած քաղաքներին բնորոշ պարզ երթևեկությունը կապահովի, եւ մի հատ էլ առանձին կարող ենք բերել, օրինակ տուրիստական հոսքերը, խմբերի տեղաշարժ ապահովելու համար, բայց հասկանում ենք, որ սա ծախս է տալու։ Մեկը կասի, որ եկեք երկու առողջարանական կենտրոն կառուցենք եւ համայնքային, այսպես ասած, բուժկենտրոններ ունենանք, բնականաբար սա էլ է առաջարկ, որը կարող է լինել, բայց այն մյուսներ կարող ասի, որ գիտեք, եթե սա անենք, արդեն պայմանական մանկապարտեզների փող չի մնալու, մենք պետք է հասկանանք մի բան, որ ինչ որ մի բան եթե անում ենք, մյուս բանի հաշվին ենք անում, որովհետև կներեք, բայց համ միս, համ գարնիր ուտելու փող կարող է ինչ որ բայ չունենանք, ստիպված լինենք ընտրել։ Միսը ուտենք, թե գարնիր ուտենք, բանջարեղեն ուտենք, եւ այստեղ էլ կարող է լինել հակասություններ, եւ եթե էական տարբերություններ լինեն ուժերի ծրագրերում կամ մոտեցումներում, բնականաբար մեկը մյուսին հանգիստ կարող է քվեարկել դեմ եւ որոշումը պարզապես եթե մեծամասնությունը կարծում է, որ արդարացված չէ, չի ընդունվի։
Ավելին, ի վերջո չենք մոռանում, որ այս ուժերը ունեն իրենց ընտրողները եւ իրենց ընտրողների կարծիքը եւ մոտեցումները եւս պետք է բերեն եւ ներկայացնեն համայնքին։ Բերեմ մի քանի պարզապես, պարզ օրինակներ հասկանալու համար, որ այստեղ մոտեցումներում կարող են լինել էական տարբերություններ, օրինակ տրանսպորտը։ Ուժերից մեկը կարող է պատկերացնել ամբողջական ցանցի վերանայում։ Ինչ որ մեկը կարող է պատկերացնել պարզապես թարմացում կամ անգամ վճարման համակարգերի մեջ էական տարբերություններ։ Մեկը պարզապես համարի, որ համայնքա եւ թող մնա անկանխիկ, հեչ պետք չի կանխիկ, թող մնա կանխիկ, հեչ պետք չի անկանխիկ համակարգի անցնել։ Մյուսը կարող է համարել, որ ոչ ժամանակակից քաղաքին պետք է լինի բնորոշ, երրորդն էլ կարող է ասել, որ եկեք երկուստ էլ պահենք, հա։ Վճարման համակարգը մի բան է, այստեղ կոնսենսուսի կգան, բայց արդյոք ծախս անելու հետ կապված ինչ որ համակարգներ դնելու կգան թե չեն գա, այստեղ արդեն մոտեցումները հանգիստ կարող են տարբերվել։ Ավելին, այդ նույն տրանսպորտային համակարգով պայմանավորված, ի վերջո տրանսպորտը туриզմի հետ կապված ուղիղ փոխկապակցված բան է, հա, կգան արդեն туриզմի հետ կապված մոտեցումների տարբերություն։ Օրինակ ուժերից մեկը կհամարի, որ պետք է մեծ բաժին ունենալ, իդեպ եթե չեմ սխալվում, այդպիսի առաջարկություն եղել է, մեկը կհամարի ոչ միայն պետք է ունենալ, այլ նաև պետք է կենտրոններ ստեղծել։ Իհարկե սա հիմնավոր է եւ իհարկե սա կնպաստի, բայց ծախս արդյունավետության տեսանկյունից արդյոք հիմնավոր է եւ արդյոք կնպաստի, սա արդեն ավականին պետք է քննարկի, ավականին պետք է որոշի հասկանալու համար ձայն տալ թե չտալ։ Ինչու, որովհետեւ ելի եմ կրկնում, այդ մի կենտրոնը կարող է օրինակ մանկապարտեզները անվճար դարձնել 2 եւ ավելի երեխա ունեցողների համար, չնայած ինչ որ մեկի ծրագրում կլինի 3 եւ ավելի երեխա, ինչ որ մեկի ծրագրում էլ բոլորի համար անվճարը կլինի։ Այսինքն կան բազմաթիվ հարցեր, որոնք բուն քաղաքի զարգացմանն են նպաստելու եւ այստեղ ամեն մեկը իր ընտրողի ձայնը բերել եւ ընտրողի ձայնը բարձրացնելով իր խղճով քվեարկություն կատարելը լավագույն լուծումն է։ Իսկ պատասխանատվությունը մասնամբ ստանձնելը, այսինքն ազնիվ քվեարկություն կատարելը շատ լավ գործընթաց է, որին շատ լավ նպաստելու այն, որ քվեարկություն կատարողը իշխանության մաս չէ եւ ազնիվ է քննում եւ ազնիվ հայացքով է նայում հարցին։ Այս կանով այսօր ուզում եմ սահմանափակվել, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ ես բարձր տրամադրությամբ եմ այսօր նկարահանում, որովհետեւ երբ կարդում էի, հա, ել եմ ասում տվյալները, թե ով որքան ձայն հավաքեց, հասկանում էի, որ բոլորը կարող են լինել գոհ։ Քաղաքական ընկալում ունեցողները, ովքեր պարզապես չէին ցանկանում, որ իշխանությունը վերարտադրվի, իշխանությունը չհավաքեց 50% ձայն։ Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք տեսան, որ 50% ձայն կա եւ համախմբվելու հնարավորություն կա։ Եվ նաեւ տեսա թվային այնպիսի դասավորություն, որը իմ պատկերացմամբ միշտ լավագույնս էր արտացոլելու եւ ելի եմ կրկնում, որքան էլ որ ես իմ անձնական մոտեցումն ունենամ, թե արդյոք լավ էր թե վատ, որ իշխանությունն այդքան ձայն հավաքեց, եթե լինեմ անկեղծ, համայնքային լավ կառավարման համար 30-35% ձայն հավաքելը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ։ Լինենք լավատես եւ հուսանք, որ վատ օրինակներով այս անգամ եւս չի փոշիանա այն լավ վիճակը եւ պարարտողը, որի մեջ կարող ենք ունենալ իսկապես բարիք։ Շնորհակալություն։